Ողջույն եւ բարի առավոտ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ հասարակական գործիչ Տաթև Վիրաբյանի, Տաթև Արցախի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ, որ անպայման բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություն։ Դիտումները հազարավոր, տասնյակ հազարավոր են, բայց բաժանորդագրությունների թիվը շատ քիչ է, այսինքն եթե դուք ցանկանում եք դիտել մեր մյուս հարցազրույցներն էլ, պետք է բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք։ Բարև ձեզ, Տաթև։ Բարև ձեզ, Կորյուն ջան։ Ես էլ եմ հորդորում, որ բաժանորդագրվեք։ Մի տեսակ կտրտում ա ինձ մոտ, թե։ Ինձ թվում է ընթացքում կկարգավորվի կապը։ Ես էլ եմ հորդորում բաժանորդագրվեք, ես Սիմոնյան Post-ի առաջի հետևորդներից եմ։ Շատ ճանապարհ անցար մի խոսքով։ Տաթև, այսօր մի խումբ մայրեր բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության դիմաց, պահանջելով, որպեսզի անհապաղ ազատ արձակվի Դավիթ Մինասյանը, 18-ամյա երիտասարդը, որը շատ ծանր վիճակում է, գտնվում է հիվանդանոցում եւ շարունակում է մնալ կալանքի տակ։ Դուք էլ եք կալանքի տակ եղել, բայց այստեղ մարդու կյանքի հարց է հիմա, լինել չլինելու հարց է։ Ձեր կարծիքով ինչու իրավապահ մարմինները պրիմիտիվ, սովորական, մարդկային հումանիզմ չեն դրսևորում։ Առհասարակ մարդկային ինչ որ վարքագիծ դրսևորել այս իրավական համակարգի շատ ներկայացուցիչներից, շատ աշխատակիցներից դա հեռու է եւ սպասելի է, որ իրենք ավելի շատ անմարդկային վարքագիծ են դրսևորելու, ինչը վերաբերվում է ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, ինչ է ոտում կախված լուրերից հասկանալով WhatsApp-ով նամակագրությանը եւ այլն, այդ ամեն ինչից ելնելով ցավոք սրտի մեր հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել, արդեն դադարում ենք զարմանալ, թե նրանք որքան հեռու կարող են գնալ, բայց չպետք է լռենք, Դավիթի դեպքը այդ մեր այս 8 տարիներին տեսած կրկին ցավալի դեպքերից էր, որը իշխանության եւ իշխանության գրպանում գտնվող իրավապահ մարմինների կողմից տեղի ունեցավ, ասեմ ոչ միայն այսօր, նաև ցավոք սրտի ես վատառողջ լինելու պատճառով չկարողացա մասնակցել, նաև ապրիլի 9-ին է տեղի ունեցել բողոքի խաղաղ ակցիա եւ նրա դասընկերներն են դատախազության դիմաց գնացել բողոքի եւ խնդրանքի ակցիա ներկայացնել, ինչ եք ասելու, երբ որ այդ երեխաները, երբ որ մայրերը եւ նաեւ այսօր, այո, երբ որ գնում են, խնդրանք են ներկայացնում, պահանջներ չեն ներկայացնում, դա էլ եք ասելու, նախկինները հոխորտալու եք, որ դա էլ իշխանափոխության պահանջ, ինչի չեք արձագանքում եւ նրանք նույնպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են եւ ունեն հարցեր եւ ունեն պահանջներ եւ որևէ արձագանք չեն ստանում, նույն վաղվա օրվա երիտասարդները, որը հենց Դավիթի դասարանցիներն են, ինչ են հասկանալու Հայաստանի Հանրապետության իրավական համակարգից եւ նրանք թակում են դռներ, բողոքի ձայն են բարձրացնում, խնդրանքով են դիմում եւ որևէ տեղ չի հասնում նրանց ոչ բողոքը, ոչ խնդրանքը, ոչ պահանջը, որևէ տեղ։ Ինչ մնում է Դավիթի դեպքին, ինչպես սկզբնական զրույցում ասացի, որ այո, այս 8 տարիներին տեղի ունեցած ցավալի իրականություններից է եւ փաստորեն մարդը սա մի քիչ ավելի ցավալի եւ ավելի անհեթեթ է, թե որ կարող ենք պատկերացնել, որ կարող ենք գնալ եկեղեցի, մեր աղոթքն անել եւ փաստորեն ընկնել բառիս ամենաբուն իմաստով շարի մեջ, այն շարի, որը բերում է Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինչ որ մի խումբ հրոսակախմբի նման գնում են մտնում են եկեղեցի,
Աղոթելու ես եկել, ինչի հիմար ես գլուխը տնկած առաջ գնում, մեկը չի հարցրել Նիկոլին, մարդկանց հրահրելով, հրհրելով, բրբրթելով, աղոթքը կիսա թողնելով, հարամանելով աղոթքը, գնացել են առաջ Բաթեխի ասես բան եղել։ Սա մի հատ անքննարկելի, ինչ որ քննելու, ինչ որ բան չկա, մարդիկ կանգնած աղոթում են, մի խումբ մարդիկ մտնում են, սկսում են հրմշտելով առաջ գնալ, ով է մեղավոր, ովքեր ասել են խեք հրմշտում, կամ մի խանգարեք մեր աղոթքը, այդ եկող, մտնող, հասարակական կարգ խախտողները, ինչ է նշանակում մտնել ու սենց բացել, ով էր Նիկոլը Ծաղկազարդի օրը, իր Հիսուսի տեղն էր դրել, ով էր գալի, որ միջև բեմ պիտի գնար, մի հատ էլ հլը խանգարողներին բրբրթել են, մի հատ էլ հլը կալանավորվել են այն մարդիկ, ովքեր կանգնած միջև իրանց գնալը աղոթելիս են էլ պատարագի մասնակից են եղել, դա չգիտեմ, դա մի հատ պարզ երևույթ է, դրանից հետո տեսանք պաշտոնաթող եղած քննիչներ, մի խոսքով տարբեր խմորումներ եղան, իրադարձություններ զարգացան, Դավիթը շարունակվում է մնալ կալանքի, փաստացի կալանք է, որ կապ չունի, որ գտնվում է առողջական վատ վիճակում լինելու պատճառով գտնվում է հիվանդանոցային պայմաններում, բայց նրա ազատությունը սահմանափակ է, նրա տեսակցությունները սահմանափակված են, առհասարակ Դավիթը չպիտի էլ կալանավորվեր, այսպիսի դեպքեր չպիտի էլ լինեին, բայց ունենք այն, ինչ ունենք այսօր, թիրախավորված է հայ հասարակությունը, թիրախավորված է այն հասարակությունը, որը պատրաստ է տեր կայնել իր արժե համակարգերին, իր հայրենիքին, թիրախավորված են անխտիր երիտասարդությունը, թիրախավորված են երեխաները, բոլոր արժե համակարգերից բռնած, արժե համակարգերը կրող, արժե համակարգերը, ումից որ վտանգ կա, որ կարող են արժե համակարգերը պահպանել, նրանք բոլորը թիրախավորված են անխտիր։ Եվ սա հենց դրա արգասիքն է, սա դրա վառ պատկերն է։ Նիկոլ Փաշինյանի աջակիցները հակառակ կարծիքն ունեն, ասում են, որ վարչապետին, երկրի ղեկավարին որևէ մեկը իրավունք չունի անգամ հարվածելու փորձ կատարել եւ այդ կատարածը խուլիգանություն է եւ պետք է այդ երիտասարդը օրենքի առաջ պատասխանատվություն կրի, ավելին Նիկոլ Փաշինյանը այնքան ժողովրդավար է, որ օրենքի կիրառում են այստեղ անում, մինչդեռ նախկինների ժամանակ այդ տղային ուղղակի կսպանեին։ Նախ ասեմ, նախկինների ժամանակ ոչ մեկ չէր մտնի եկեղեցի, այս դեպքով օրինակը բերեմ եւ բազմաթիվ նման օրինակներ կան, մետրոյի դեպքը, որ շարի նման հարձակվում է մարդկանց վրա, ընկնում է շարի նման ընկնում է գրպանները եւ ավելի վառ պատկերավոր սկսենք հենց այս դեպքից, քանի որ տուժողը հանդիսանում է Դավիթը նաև այդ հարցով ավելի կարևոր է, որ հենց այս դեպքը դնենք սեղանի վրա։ Նախկինների ժամանակ որ մեկն էր բրբրթելով պատարագի կեսից, նախ եթե գիտեն գնում ենք պատարագ, եթե ուշացած են գնացել, կանգնում ենք, եթե տեղ կլինի կառաջանանք, տեղ չի լինի դռան մոտ կկանգնենք, մեր աղոթքը կանենք, մեր պատարագը, չէ՞ կանենք։ Դու իրենց ի պաշտպանություն Նիկոլի հայտարարություններից, հոխորտանքներից երևում է, որ նրանք ոչ Աստված ունեն, ոչ երբևէ եկեղեցի պատարագի համար են գնացել, ոչ իրենց կյանքում նույնիսկ Տեր են ունեցել, որ իմանան այդ Տերը ոնց է լինում, ոչ Տեր Աստված են ունեցել, որ իմանան Աստծո հետ չի կարելի համեմատվել, եթե ուշացած գնացել ես եկեղեցի, բարի եղի, խոնար գլխով, կանգնիր, կապ չունի դու ինչ պաշտոնի ես, վարչապետ ես, շմարչապետ ես, դեսպան ես, չգիտեմ ինչ ես, թրամպլինն ես, այն մեկն ես, խոնար պիտի կանգնես այն եկեղեցու առաջ, որի հավատքը դու կրում ես քո մեջ, ինչ հավատքի որ դավանում ես, պիտի կանգնես, չխանգարես որևէ մեկին, չխանգարես բնականոն ընթացքը պատարագի։ Հիմա երբ որ Նիկոլին պաշտպանում են, հոխորտում են, հասկանալի է, չէ՞, ինչ բիոզ զանգված է նրանց ծափահարում։ Եթե լիներ մի հատ առաջնորդ, եթե լիներ մի այն առաջնորդը, որ նրա հետ ես ճանապարհ անցած լինեի, նրա հետ ես
չգիտեմ, քաղաքական պայքարի ճանապարհ անցած լինեի եւ իմանայի, որ նման վարքագիծ է դրսևորել եկեղեցու քաղաքացիների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ, ես կասեի, ընկեր ջան, հաջողություն, չնայած բարեբախտաբար ես այնպիսի թիմերում եմ եւ այնպիսի առաջնորդների հետ եմ աշխատել, որ նման վարքագիծ չեն դրսևորի, փառք Աստծո։ Իրանք այդ են, ինչ ասես, Նիկոլին պաշտպանողին ինչ ասես, հենա մեկը զոհվածի մորը հայհոյել էր, նկարնել ենք տեսեք, կերտնել ենք տեսեք, մեջը որ ոչ մարդկային կերպար կա, ոչ մարդկային հոգի կա, ոչ էլ մարդկային ինչ որ սպասելիք կա, որ այս մարդը իր կյանքում մի օր մարդկային դրսևորում կցուցաբերի, գիտակից ինչ որ բան կանի։ Հելլա ներողություն ախնդրել։ Ինվալիդի կալյասկայի վրա նստած մարդ, մեջը ոչ մարդկություն կա, չարությունը խեղդել է, դու ով ես, ու ինքը իմանալով, որ զոհվածի ծնողին էր վիրավորել էր նաև զոհվածին։ Այդ բիոզանգվածից ինչ սպասենք, որ ասենք, վայ, ասելու է Նիկոլը գնացել էր պատարակել խանգարել, բարձ չի որ ասելու է լավ արել, բա Դավիթը խիերը տենց արել։ Դրա համար չպիտի սրտնեղենք այդ մեկնաբանություններ գրողներին, չպիտի սրտնեղենք Գարիկ Կռակաձիլի նման վարքագիծ ունեցող կռակաձիլներից, որոնց նաև կոկորդիլոսների դասին են պատկանում եւ արդարադատության նախարարները, եւ մնացյալ պաշտոնյաները, եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի այսքան հայտարարություն էր գրել, որ այս էմոցիոնալ դաշտի վրա դա մարդ կներես հազար անգամ զահլա պիտի ունենա, որ կարդա, որի մեջ ոչ մի ասող բան չի ասել։ Իր այդ ամբողջ տեքստում գիտես ինչ էր ասված։ Այնքանով, որքանով մենք հետևում ենք այս ամեն ինչին, այնքանով, որքանով անում ենք հայտարարություն, որ չասեք էլի չենք արել, դա դրա մասին էր, բա ինչի համար հայտարարություն չէր արվել, նախկին պաշտոնյա, իշխող կուսակցության անդամ կռակաձիլների հայտարարությունները, դուք տեսել եք, չէ՞ նրա գրառումը, ինչ որ անհեթեթ բաներ էր գրել, դա դպրոցական երիտասարդի դպրոցական պատանու իրավունքների խախտում է, նրա ծնողի իրավունքի խախտում է, նույնիսկ նրա դասարանցիների, դասընկերների, ովքեր չեն կարող իրենց դասընկերոջ հետ, եթե Աստված մի արած թե ազատության մեջ լինի, ավարտեն դպրոցը, նույնիսկ այդ աշակերտների իրավունքների խախտում էր թույլ տվել, ծաղրելով նրանց դասընկերոջը, ծաղրելով նրա ծնողներին։ Ինչ արեց մարդու իրավունքների պաշտպանը, ասում է, ես դատական պրոցեսներին, դատական որոշումներին չեմ խառնվում, իրավական, եսի մի ինչ ոչմ երկար բարակ, հասկացանք, չունեք այդ լիազորությունները, չունեք այդ ամեն ինչը անելու, բա այդ մարդկային հայտարարություններին չեք կարող խիստ կոշտ անդրադառնալ։ Առնվազն պիտի ասել, որ այդ ազգանունն էլ չեմ հիշում այդ կռակաձիլի, որովհետև ինքը Գարիկ սա, որտեվ հանրությանը հայտնի է որպես կոկորդիլոս, իր նկարի միշտ կամ լինում է կոկորդիլոս կամ ինչ որ առանց մեքենայի ինչ որ ղեկ, իրան տենց գիտեն։ Կամ իրան պետք է ասել, որ հանրային որևէ խոսք չպիտի ունենա ասել, զրկեն նրան հանրային խոսքի իրավունքից, որովհետև հելնել վերկենալու ծաղրել պատանու, դա ինչ է, դա իրավունքների խախտում չի, այդ էլ հո դատարան չի, թե վերինացյանները դա ԿՊ կուսակցությունի առաջից մինչև վերջի մարդն են, եւ հետո լավ վազելով գնացել եք ձերբակալել եք տղաներին, քանի գործով են անցնում ընդդիմադիրները, ես օրինակ 2 գործով եմ անցնում, որտեղ տուժող եմ, գիտեք երբվանից, 100 թվից, իսկ գիտեք քանի ամիս տարի հետո են տուժող ճանաչել, եղի բա վազելով չեք գտնում մեղավորներին, չեք բացահայտում գործերը, թե ընդդիմադիր չեք։ Տատե, դուք ընդդիմադիրներդ հաճախ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը չունի վարկանիշ, նրան չկա հանրային աջակցություն, բայց երբ որ օրինակ նա գնում է մարզեր, իր ուղիղ եթերում մենք տեսնում ենք, որ այսպես բավականին տարեց մարդիկ, կյանք անցած մարդիկ, այսպես գալիս են եւ մանկական հրճվանքով ուզում են Փաշինյանի հետ նկարվել,
ասում են, որ բացի նրանից ուրիշ վարչապետ չեն տեսնում։ Երեկ էլ օրինակ մի դերասան կար, ով հայտնի է Գոռ Վարդանյանի ֆիլմերում երկրորդական դերեր խաղալով, ասում էր ես էլ արվեստագետ տղա եմ, ձեզնից բացի ուրիշ վարչապետ չեմ տեսնում։ Այս մարդիկ բա ինչ են, հանրային աջակցություն չեն Նիկոլ Փաշինյանին, վարկանիշ չեն, ընտրող չեն։ Ես երևի այն քիչ եզակի մարդկանցից եմ, որ երբևէ գրեթե չեմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը վարկանիշ չունի, միշտ քննադատել ու մեղադրել եմ այն մարդկանց, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին, միշտ բացահայտել եմ այդ մարդկանց եւ բարձրաձայն քննադատել եմ, փորձել եմ այդ մարդկանց ուղեղների աշխատել, հասցնել, բայց փաստորեն չի։ Թե ես իմանամ Փաշինյանը հանրային, այսպես ասած, վարկանիշ ունի կամ ջհանդամ ունենա, ես այլևս առհասարակ քաղաքական ոչ գրառումներ կանեի, ոչ հայտարարություններ կանեի, կիմանայի, որ անելիքներ չունեմ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ցածր է, այս հանրությունը հասկացել է Նիկոլ Փաշինյանը ով է եւ հուսանք, որ կլինի ընտրություն եւ Նիկոլին չեն ընտրի։ Ոչ, փաստորեն մենք դեռևս շատ անելու բան ունենք, կան նման զանգվածներ, նման թե գիտակից, թե անգիտակից մարդիկ, որ կուրորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին, եւ կան մարդիկ, ովքեր ընտրության հնարավորություն չունեն, որովհետեւ բնականաբար պարտավոր չեն հասկանալ քաղաքական շատ բաներ եւ փաստորեն վախից դրդված հավատալով Նիկոլ Փաշինյանին, որ կլինի եթե ինքը չլինի, մենք անցած հարցազրույցին էլ ենք այդ մասին խոսած է, չի լինի խաղաղություն եւ դրանից դրդված, այսպես ասած, գնում են դիմավորելու Նիկոլին ծափողջուններով, բայց նաեւ պիտի ասեմ ուրախալի նորություն, նաեւ նորություն չէ, ուրախալի փաստ, որ այո, ազգաբնակչությունից այդ 100 հոգին, 20 հոգին, որ գնում են Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, շատ մարդիկ էլ, ինչպես մետրոյում այն աղջիկը ասաց, որ եթե ես շտապելուց չլինեի, երբևէ չէի նստի այս մետրոն, որ ձեզ տեսա։ Շատ մարդիկ ուղղակի չեն ուզում առնչվել շառին, Նիկոլ Փաշինյանը անունով շառին եւ իր այդ հետի, չգիտեմ, լնգու լավազին։ Ես էլ այսքան իմ մեջ գիտեք ինչքան ատելություն կա, ինչքան իմ մեջ կուզեմ ինչ ունեմ ասելու, ասեմ նրանց երեսին, բայց եթե տենամ պարզապես այնքան տհաճ արդեն ինքը ու իրանց այդ խմբակը, որ ճանապարհս կփոխեմ, կասեմ շառից հեռու սրանք թող գնան, որովհետև շրջափակված է, ոչ թե վախենում եմ առերեսվելու նրանից, այլ իմաստ չեմ գտնում։ Քան նա իշխանություն է, ես իմաստ չեմ գտնում նրան, ինչ որ մի բան շպրտելու նրա երեսին։ Հա, եթե դեմս դուրս գա, այլ ընտրանք չունենամ ճանապարհ փոխելու, իհարկե կասեմ ինչ մտածում եմ իր մասին։ Բնականաբար գլուխս չեմ կախի նայեմ։ Շատ մարդիկ դրա համար դուրս չեն գալի։ Այն մարդիկ, ի՞նչ է նշանակում գնալ Հայաստանի Հանրապետության մեծագույն քաղաքներից եւ նրանց 100-20 հոգի։ Դա դեռևս քանակ չէ։ Բայց նորից պիտի ասեմ, որ նրանց սատարողները ես համարում եմ, որ այդ 100 հոգին էլ չպիտի սատարեն, ես շատ եմ համարում դա իմ համար հանրության մի մաս է, ինչպես խոսքի սկզբից ասեցի, այո, դա շատ է եւ մենք պետք է այդ մարդկանց հասկացնենք, որ ինչ է նշանակում իրանից Նիկոլ Փաշինյան, ինչ է նշանակում իրանից պետության վտանգ, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Իշնում է այդ չգիտեմ, 1000 ներողություն, կարող է սրա համար ինչ որ վիրավորվել ինձ դուրս տուգանք, չգիտեմ ինչ էր պահանջել, բայց փախած դեմքերը, որոնք արվեստագետ են ներկայանում, իրենք փախած դեմքեր են։ Երկու անգամ կադրում երևում են արվեստագետ են ձևանում, ուրեմն ես էլ Ամերիկայի, չգիտեմ, բանի այդ ինչա, Ռուսաստանի սպիտակ տան Ամերիկայի սպիտակ տան ներկայացուցիչ եմ։ Ես Կրեմլի ներկայացուցիչն եմ, գործիչ եմ։ Հա, բա կամերայի դեմ մի անգամ չեմ երևացել, երկու անգամ չեմ երևացել։ Գիտեք, ինչքան հարցազրույցներ եմ տվել, ի՞նչ է նշանակում։
Բա մի հատ սերիալում մասովկա են խաղում, հելնում են ասում ես արվեստագետ եմ, սատարում եմ Նիկոլ Փաշինյանին եւ ասեմ արվեստագետներ ջան, երբ որ շատերդ լռում եք, նախ ողջուններս նրանց, ովքեր այսքան տարի չլռեցին, ովքեր այսքան տարի թիրախավորվեցին, բայց էլի չլռեցին այդ արվեստագետներին, բարեբախտաբար կան եւ ոչ բարով նրանք, ովքեր չլռեցին, հերիք չի սատարեցին Նիկոլ Փաշինյանին, այդ արվեստագետներ, երբ որ դուք համբավ ունեք, երբ որ դուք վաստակ ունեք, երբ որ ամեն ինչ ունեք, դուք այս երկրում հավասար եք այդ փախած դեմքերին, ովքեր վեր են կենում, նորից եմ կրկնում, երկու անգամ կամերայի դեմ երևալուց հետո ասում են, որ իրանք արվեստագետ տղա են։ Դուք հավասար եք իրանց։ Նիկոլը ձեզ հավասարեցրեց իրանց։ Կադրերում լիքը երևացին, այդ տղան լիքը PR-վեց ու ասեց, ես, հիշեք, ինքը ասեց, որ ինքը արվեստագետ տղա է։ Ու դուք հավասար եք իրանց։ Ու դուք ձեր ընկերներին էլ, ովքեր համաձայն չեն, հավասարացրեք այդ տղու մակարդակին։ Եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչ եք պատրաստվում անել։ Ինչ պիտի անեմ, շարունակելու եմ պայքարել, ինչ պիտի անեմ։ Շարունակել հնարավորինս պայքարել, չդադարեցնել իմ պայքարը եւ չլռել։ Ինչ պիտի։ Ոչ, ես ասել եմ ու էլի կասեմ, ես այս երկրից գնալու տեղ չունեմ, ես իմ հայրենիքից գնալու տեղ չունեմ, թող գնան են մարդիկ, որ վաղը մյուս օրը մեզ տեսնելուց, մեր երեսին չեն կարողանալու նայեն, ու իրենք պիտի մեզանից փախնեն։ Ես իմ երկրից ինչ-որ իշխանությունների, ինչ-որ Նիկոլների, ինչ-որ Ալենների, ինչ-որ չգիտեմ, ընդեղ խառը խշտիկ իրանց, ես իմ հայրենիքից գնալու տեղ չունեմ։ Եթե նույնիսկ ես ամենավերջի ինձ տանեն այսքան հետապնդումներից, կալանքից, չգիտեմ, մարմնական վիրավորումից, էլիս թվում է բան չի մնացել ինձ թիրախավորելու, բայց եթե նույնիսկ ես գնամ մահվան սյուն, գնալու եմ գլուխս բարձր, գնալու եմ իմ հայրենիքում, գնալու եմ իմ հայրենիքի պայքարից ելնելով։ Թող իրանք մտածեն վաղը մյուս օրը ոնց են այս երկրի, մեզ տենալուց իրենց ճանապարհները փոխելու ու փախնելու այս երկրից։ Հուսամ այդ օրը շուտ կգա։ Վերջին մի քանի օրերին այսպես կոչված քաղաքացիական ներկայացուցիչներ կրկին գնացել էին Ադրբեջան, հետո հետ վերադարձան, այսօր էլ մամուլի ասուլիս էին տալիս եւ նրանցից մեկը մի այսպիսի բան ասաց, որ հայ ժողովուրդը դեռևս չի մոռացել իր զոհերին, բայց Ադրբեջանն չի մոռացել իր զոհերին կամ չեն մոռանում եւ այսպես կարծես թե հավասարության նշան դրվեց, հայ ժողովրդի կրած վնասների եւ Ադրբեջանի կրած այդ մարդկային զոհերի վնասների միջև այն պարագայում, երբ որ Հայաստանը երբեք Ադրբեջանի վրա չի հարձակվել։ Եվ Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա, Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը ուխտադրույժ կերպով, ինչու են փորձում այս մարդիկ հայ ժողովրդի եւ Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնել եւ ագրեսորին այսպես մաքրագործելու, մեր հետ հավասար մի հարթության մեջ դնելու փորձեր կատարել։ Բնականաբար նրա համար, որովհետև այս իշխանությունը ու այս իշխանության ներկայացուցիչները ինչ անում են իշահ Ադրբեջանի ժողովրդի, իշահ Ադրբեջանի իշխանավորների եւ իշխանության, նրանք որևէ անգամ արդեն չեմ զարմանում եւ որևէ էլ տար կետ չի մնացել, որ բարձրաձայնենք, բացահայտենք, որ սրանք ամեն ինչ անում են ի աջակցություն Ադրբեջանի Հանրապետության եւ արգասիքները եւ տեսակետները շատ են ու ակներև։ Եթե օրինակ մի նորմալ իշխանության ժամանակ ու այս ամենի իսկ թվում է չնայած սենց հակառակ բաներ եմ ասում, մի քիչ հակասական, որ նորմալ իշխանություն ունենայինք, այս վիճակում չէինք լինի, Արցախի հարցը այս վիճակում չէր լինի, բայց ամեն դեպքում, եթե
այս պահին լիներ Հայաստանի Հանրապետությունում մի նորմալ իշխանություն, այնտեղ գնար Հայաստանից պատվիրակներ քաղաքասարակության տեսքով կամ չգիտեմ ինչի տեսքով, այնտեղ լիքը հարցեր կբարձրանար անկախ նրանց լինելու վայրից եւ մենք նման միջադեպեր ունեցել ենք նախկին իշխանությունների օրոք ականջը կանչի Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Աշոտյանի եւ կբարձրացնեն բազմաթիվ հարցեր իշա Հայաստանի ժողովրդի, իշա Հայաստանի պետության եւ իշա Արցախի ժողովրդի, որոնք լիքը խախտված իրավունքներ ունեն ու հենց Ադրբեջանի կողմից խախտվել են նրանց իրավունքները։ Տեսականորեն վերցնենք նրանց ինքնորոշման իրավունք, ով է դրանից խոսում։ Վայ, ինչ ինքնորոշման իրավունք։ Բայց մարդիկ ունեին այդ ինքնորոշումը, բա ռեֆերենդում էին արել։ Բայց 1000 ատյանների սեղանին դրած այդ փաստաթուղթը, այդ ինչի՞ չեք դրանից խոսում։ Հիմա եկել են Ադրբեջանին հավասարացնում են Ադրբեջանին որպես տուժող հավասարացնում են մեզ, այն դեպքում որ մենք եւ ունենք զո, եւ պատերազմը եւ մենք չենք սկսել, եւ Ալիևն ա սկսել պատերազմը, չնայած որ այս իշխանությունը այնքան չգիտեմ ինչա այնքան կազմակերպված է դա արել, որ նրան լեգիտիմ հնարավորություն է տվել դա անելու ամեն դեպքում, բայց Ադրբեջանն է սկսել Արցախի դեմ պատերազմը, հայ ռազմագերիներ են գտնվում Ադրբեջանի բանտերում եւ Հայաստանի բանտերում որևէ գերիներ չկան եւ Հայաստանը հանձնել է գերիները եւ կատարել է նրանց պայմանները եւ նախապայմանները քարտեզներից բռնած են չգիտեմ էլ ինչ աս տարածքային ամբողջականության ճանաչումից բաց թողնված ամեն ինչ կթելադրել է Ադրբեջան, սրանք վազելով արել։ Հիմա քաղաքասարակությունը եկել են գնացել են այնտեղ եկել են ասել, բա էս նրանք էլ են զոհ տվել։ Բա դուք ինչքան եք տվել։ Բա դուք ինչքան հող եք տվել։ Բա ուր է այդ մարդկանց իրավունքները։ Բա քանի փախստական արցախցիներ են ստեղ։ Բա քանի բռնի տեղահանված այդ հարցերը չեք քննարկել։ Սրանք ակներև, չգիտեմ, մարդկանց դեբիլի տեղ դնել է։ Հայաստանի հասարակությանը հայ ժողովրդին նախ այնտեղ անարգել է Արցախի ժողովրդին, անարգել է հենց զոհվածներին, անարգել է հայ ռազմագերիներին, անարգել է մեր պատմությանը, որ Արցախը, հայկական հողերը, հայ եկեղեցիները, դրանք լրիվ անհարգալից վերաբերմունք է մեր հանդեպ, անհարգանք է։ Այդ իրանք կարել են, ինչքան կարողացել են անարգել են մեր ինքնությունը, մեր ժողովրդին, մեր ներկա, նույնիսկ այն հասարակությանը, որ իրենց դեռ ծափ են տալի, իրենցից վերցնում են այդ Հայաստանի քարտեզը եւ պետականությունը դարձած այդ ստիկերը, որ խեղկատակի նման պատտվում սրա նրան են բաժանում, մեկը չկա ասի Հայաստանի քարտեզը եւ Հայաստանը ստիկեր չի, ընկեր, ստիկերի մակարդակի մի սարքի, հիշում եք ինքն էր ասում, որ Հայաստանը դեռևս միջ պատերազմը 19 թվականն էր, 18 որ ասում էր Հայաստան դա մի Չ-կլասի պետություն է, այդ Չ-կլասը ինքը ստացավ, այս մի հատ ստիկերա սարքես, ստից ընդեղ է գցում սրա դոշինա կախում, նրա դոշինա կախում, բա ինչ գիտես, կարող այդ մարդը հասարակսկի արժանի էլ չի այդ պետության այդ քարտեզին արժանանալու, ինչ գիտեք, չէ, քարտեզը ստիկեր սարքած տեղ, հենց այդ է մակարդակը, ու իրանք հանդգնում են մատ թափ տալ դրա աջակիցները, որ Հայաստանի քարտեզը չվերցրել, ինչ քարտեզ, Հայաստանի քարտեզը պետք է լինի քարտեզի տեղում, քարտեզը նրա համար է, որ նայեն տարածքներ, քարտեզը նրա համար չէ, որ սարքեն ստիկեր, վեր կենա խեղկատակություն անեն։ Շատ լավ Տաթև, հետևենք պրոցեսներին, կարծում եմ դրանք գնալով ավելի զարգանում են ու ավելի ահագնացող ու սարսափելի ձևեր են ստանում եւ վստահաբար մենք դեռ առիթներ կունենանք քննարկելու դրանք։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Տեսություն։